Բարև ձեզ, հարցերս հնչեցնեմ, դուք որոշեք, որը գործը չկպատասխանի։ Նախ ուզում եմ անդրադառնանք երեք հայտնի դարձավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն են հեռախոսազրույց ունեցել եւ ակնհայտ է նաեւ տարածաշրջանում լարվածությունը, նաեւ Իրան-Ադրբեջան այս միջադեպերը, որ գրանցվեցին։ Ես կուզեի դուք ասեիք նախ ինչ կերպ կարող է սա անդրադառնալ Հայաստանի ինչ ռիսկեր է սա ստեղծում Հայաստանի շուրջ, եթե իհարկե այդպիսի ռիսկեր կանխատեսվում են եւ Հայաստանը ինչ է անում այդ ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ եւ նաեւ ուզում եի հարցնել ընդհանուր ծրագրերից, որ Հայաստան, Ադրբեջան եւ Ամերիկան միասին ունեն։ Ի վերջո այս պահպանվող լարվածությունը եւ դեռ չերևացող հանգուցալուծումը որևէ կերպ կարող են ազդել այդ ծրագրերի պրոցեսի դանդաղեցման կամ գուցե ինչ որ խոչընդոտներ հարուցեն այդ առումով եւ ուզում եմ նաեւ անդրադառնանք հարցումներին, որ քիչ առաջ հայտնի դարձավ միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած հարցումներով քաղաքացիական պայմանագիրը ըստ էության առաջատար էր այդ հարցումներով խորհրդարանական ընտրությունների հնարավոր պատկերի արտացոլման առումով ես ուզում եմ հարցնել ամեն դեպքում այնտեղ սահմանադրական մեծամասնության առումով կարծես թե չի լինելու սահմանադրական մեծամասնություն չի ստանալու եթե այլ կերպ են 29% չէ ես ճիշտ եմ հա 29% էր Լավ, հարցս հնչեցնեմ, դուք արձագանքեք, պարոն Եղոյան, ինչպես եք պատկերացնում այս դեպքում հետագայում արդեն աշխատանքը, եթե իսկապես այնպես ստացվի, որ չունենաք սահմանադրական մեծամասնություն։ Ես պատասխանեմ մի քանի հարցի, չնայած դուք ոնց որ թե բոլոր լրագրողների հարցերը մենակով տվեցիք, չէ՞։ Շատ լավ։ Այո։ Տեսեք, կապված ռիսկերի հետ եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ, դուք նաեւ վստահաբար հետեւում եք պաշտոնական տեղեկատվությանը, երեք նաեւ անվտանգության խորհրդի նիստ ա եղել եւ ազգային ժողովից էլ նաեւ մեր գործընկերներն, ազգային ժողովի նախագահ պարոն Սիմոնյանը, պարոն Կոնջարյանը խմբակցության ղեկավարը եւս մասնակցել են եւ այդտեղ բոլոր ձեր նշած ռիսկերը եւ հարցերը հասցեագրվել են ըստ էության եւ ուրեմն մենք հետևում ենք իրավիճակին բնականաբար եւ մեր սահմանին տեղի ունեցող բոլոր իրավիճակների վերաբերող ուրեմն վերաբերելի ռիսկերը հասցեագրվում են համապատասխան մարմիններում սրա մասին կարծում եմ լրացուցիչ տեղեկատվություն արդեն կհաղորդեն հաջորդ անվտանգության խորհրդի նիստերից հետո կամ համապատասխան մարմինները, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Ծրագրերի հետ կապված էլի շատ կարևոր է ձեր հարցը, որովհետև ես տեսա նաև մամուլում նման մտավախություններ եւ մեկնաբանություններ կային։ Մենք առաջ ենք շարժվում այն փաստաթղթերով, այն պայմանավորվածություններով, որը որ կա եւ այս պահին որևէ ռիսկ չկա կապված Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Եվ շատ կարճ մի նախադասությամբ էլ հարցումների մասին եւ խոսքը փոխանցեմ իմ գործընկերոջը, բոլոր հարցումներին հետևում ենք, մեզ համար քիչ թե շատ կանխատեսելի են այդ հարցումների պատկերը, բայց հարցումների իսկությունը եւ վերջնական արդյունքները մենք բոլորս միասին կտեսնենք հունիսի 8-ի առավոտյան։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, պարոն Եղոյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, դուք խոսեցիք ռիսկերի մասին, բայց մինչև ռիսկերի մասին խոսելը, եթե մենք ուզում ենք լինել օբյեկտիվ եւ եթե ուզում ենք իսկապես հասկանալ թե ինչ է կատարվում, մենք պետք է նաեւ գնահատենք այն խաղաղությունը, որ այսօր կա Հայաստանում։ Դուք հիմա կենտրոնանում եք ինչ որ ենթադրյալ ռիսկի վրա, իսկ արդյոք դուք տեսնում եք, որ այսօր մեր եռացող տարածաշրջանում Հայաստանը ինչ որ առումով խաղաղության կղզյակ է եւ մեր բալանսավորված հարաբերությունները մեր հարևանների հետ մեծապես նպաստել են դրան։ Եկեք սա գնահատենք որպես ելակետ, եթե մենք ուզում ենք ինքներս մեզ հետ անկեղծ լինել եւ ոչ թե ուղղակի այսպես գիտեք անհանգստացնենք մարդկանց, այլ տեղեկություն փոխանցենք մարդկանց, նախ գնահատենք, որ մենք ունենք խաղաղություն եւ փաստորեն մեր հաշվարկները, մեր քայլերը, մեր բոլոր ուրեմն այն հարաբերությունները, որ մենք հաստատել ենք բոլոր կողմերի հետ, սկսած ԱՄՆ-ից, վերջացած Ռուսաստան, վերջացած տարածաշրջանի երկրներ, բոլոր այն հաշվարկները, որ մենք արել ենք, պայմանավորվածությունները, որ մենք ձեռք ենք բերել, մինչ այս պահը ցույց են տալիս, որ հնարավոր դասավորվածության մեջ Հայաստանի համար ապահովում են
լավագույն հնարավոր արդյունքը այս պահի դրությամբ։ Սա ուղղակի ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մենք գնահատենք։ Ինչ վերաբերում է հարցումներին, մենք այո ճիշտ եք, այդ հարցումներով քաղաքացիական պայմանագիրը ունենում է մեծամասնություն եւ նույնիսկ ավելին քան պարզ մեծամասնություն, այո, ավելին քան պարզ մեծամասնություն, որովհետեւ այնտեղ կա 3/5-ի հարց եւ 2/3-ի հարց, որոնք տարբեր թվեր են, հա, կա 50% + 1, կա 3/5 ձայն եւ կա 2/3 ձայն, 3 տեսակի մեծամասնություն է լինում դրա մասին է խոսքը, բայց մենք հələ քարոզարշավը դեռ չի սկսվել, մենք դեռ մեր ամբողջ ասելիքը չենք ասել, կարծում եմ դա շատ լավ գնահատական են թվերը, որ 3 հրապարակվեցին, թե այսօր դրանք շատ լավ գնահատական են եւ այստեղ էլ ես խնդրում եմ դուք ոչ թե դուք ասում եք բա ուրա սահմանադրական մեծամասնությունը, կարծես սահմանադրական մեծամասնությունը այնտեղ այսպես պիտի պատրաստի դրած լինի կամ մենք ասել ենք, որ այնտեղ պատրաստի դրած է եւ դուք էլ հիմա մեզ հանդիմանում եք։ Մի հատ եկեք նկատենք, որ բազմաթիվ ուժեր եւ բազմաթիվ մարդիկ, բազմաթիվ լրագրողներ ասում էին, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարկանիշը ընկել է, շատ ցածր է, նույնիսկ չգիտեմ, իշխանություն ձևավորելու հետ կապված կարող են խնդիր ունենան եւ այլ, Գյումրի 2 սցենարից էին ինչ որ խոսում եւ այլն, մի հատ սա գնահատենք։ Էլի ասեք ձեր հարցը, բայց մի հատ տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել, դրա վրա կառուցենք մեր հետագա հարցը։ Ոչ թե մոռանանք մեր նախորդ քննադատությունը եւ անցանկամից անցնենք երկրորդ քննադատությանը։ Շնորհակալություն։ Մի կարճ հարց էլ, քանի որ կարծես թե կհասցնենք։ Պարոն Եղոյան, այսինքն դուք կարծում եք, որ քարոզարշավի փուլով արդեն դուք կկարողանաք լուծել նաև սահմանադրական մեծամասնության հարցը, ես ճիշտ հասկացա։ Կարծում եմ, որ մենք հիմա էլ այդ հարցը արդեն իսկ լուծել ենք։ Ուղղակի հարցումները, գիտեք, դրանք մոտավոր հարցումներ են, իրենք ցույց են տալիս տրամադրություն։ Հարցումը ամեն դեպքում միշտ տարբերվում է ընտրության արդյունքներից ձայնի կամ 1%-ի կամ 2%-ի ճշտությամբ չի կարող արտահայտել, մենք գնում ենք այո սահմանադրական մեծամասնության, որովհետև մեր պետության արչև բացված հեռանկարները իրականացնելը պահանջում է մեր քաղաքացիների ամուր քվեն եւ մենք հայցելու ենք այդ ամուր քվեն, որպեսզի հնարավորություն ունենանք պաշտպանել խաղաղությունը, որը արդեն իսկ մենք հաստատել ենք այն ամուր քվեով, որը մեզ քաղաքացիները տվեցին 21 թվականին, մենք արդարացրեցինք այդ քվեն, մենք կառավարության մեծագույն պարտականությունը այսօր կարող ենք ֆիքսել, որ կատարված է, խաղաղությունը հաստատված է եւ այն անդառնալի դարձնելու համար մեզ պետք կլինի այո քաղաքացիների ամուր եւ աներկբա քվեն, այն է սահմանադրական մեծամասնություն, այն է ազգային ժողովի տեղերի 2/3-ը։ Շնորհակալություն։ Նյուզեյը։ Ես կրկին հարցումներից հարցնեմ, ես այո ընդդիմադիրների ձայնի հետ կապված Գյումրի 2-ից հարցնեմ, պարոն Եղոյան եւ պարոն Հովհաննիսյան, եթե ձեր հարցումներով վստահ եք, դուք մեծամասնություն եք կազմել, լավ, ով որ անցկացրել, այս հարցում արդեն իսկ հարցի մեջ գնաց, դա մեր հարցումը չի։ Ձեր հարցում չի, ասում եմ, եթե դուք վստահ եք, որ այս տվյալներով դուք անցնում եք, եւ կոլեկտիվ ոնց էլ հաշվում ենք այդ թվերով ընդդիմությունը Գյումրի 2 լինի, ինչ տարբերակ է լինի, այս հարցման տվյալներով մեծամասնություն չի ձեզ հետ համեմատած։ Այդ դեպքում վերջին շրջանում ինչու է իշխանությունը շատ քննադատում ընդդիմադիրների համախմբման կոալիցիայի հնարավոր կազմումը եւ ինչու Գյումրի 2-ը շատ անհանգստացնում է իշխանությանը։ Սա մի ենթահարց եւ հարցումներով էլի կրկին մի դիտարկում կար, մինչ այս թվերը հրապարակվել, մամուլում տեղեկություն կար, որ իշխանությունը սրբագրել է այս հարցման արդյունքները։ Սրա հետ կապված խնդրում եմ անդրադարձեք եւ այս հարցը պարոն Եղոյան անձամբ ձեզ եմ ուղղում, որտեղ 50-յակում դուք եք, վերջին օրերին պարզ է դառնում, որ քաղաքացիական պայմանագրի 50-յակից որոշ մարդիկ դուրս են մնացել, որովհետեւ այսպես ասած զեղծարարությամբ են զբաղվել, խախտել են քարոզչության կանոնները։ Հնարավոր է էլի լինեն նման մարդիկ եւ օրինակ եթե ձեզ
վարչությունը կազմի, ասի ինչ հիմքով կամ ինչպես եք ձեր ձայները հավաքել, դուք ունեք արդարացում, ինչպես են ձեզ այդ ձայները տվել, որ հայտնվել եք 50-ում։ Վարչությունը ի տարբերություն լրագրողների չի շարժվում մեղավորության կանխավարկածով, այլ շարժվում է անմեղության կանխավարկածով եւ ոչ թե ուղղակի մարդկանց կանչում ասում է եւ բացատրություն տուր քեզ որտեղից այս ձայները, այլ ուղղակի ինչ որ ահազանգների դեպքում գնում է այդ ահազանգների քննության ճանապարհով։ Այստեղ գործում է ոչ թե մեղավորության կանխավարկած, այլ անմեղության կանխավարկած, այնպես որ այդպիսի իրավիճակ չի լինում, որ վարչությունը ուղղակի մարդկանց հարցնի, բերի պահանջի հիմնավորել, թե որտեղից են իրենք ձայն հավաքել։ Սա մեկ։ Երկրորդը, ձեր ասածը IRA-ի հարցումներին վերաբերյալ կարծում եմ, որ շատ վիրավորական է։ Դուք տեսեք, դուք ինչքան էլ որ հասկացանք լրագրող եք, իշխանության ներկայացուցիչ չեք, բայց ամեն դեպքում այսինքն ինչ եք ուզում ասել։ Մենք քանի կար ասում էին, մենք ազդել ենք Facebook-ի վրա, այսինքն 1.6 տրիլիոն դոլարանոց կապիտալով ընկերության աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի վրա իբր ազդել ենք, որ անդիմադիրների էջերը փակեն, որտեղ այնտեղ հայտնաբերել էին այսպես կոչված ոչ աուտենտիկ կոորդինացված պահվածք, այսինքն ֆեյքային պահվածք։ Հիմա էլ դա թողեցիք, ասում եք IRA-ի հարցումներ ենք, մենք ո՞նց կարող IRA-ի հարցումները սրբագրենք։ Այսինքն ոնց պետք է դա անենք։ Դուք դա ոնց եք պատկերացնում, որ IRA-ի ղեկավարությունը, բորդը, մյուսները, այդ հարցում իրականացնող մարդիկ, մենք ոնց դա պետք է անենք։ Դուք կարծում եք դա այդքան անազնիվ կազմակերպություն է, որ թույլ տա, որ որևէ մեկը իր հարցումները սրբագրի, կներեք դա վիրավորական է, ընդ որում ասեմ, այս կազմակերպությունը շատ սերտ կապեր ունի Ամերիկայի Հանրապետական կուսակցության հետ, մեր շատ լավ գործընկերներն են իրենք, բայց մենք երբեք մեզ նույնիսկ չենք էլ կարող մտքի ծայրով թույլ տալ, մտածել, որ կարող ենք իրենց հարցման արդյունքները սրբագրել ամենավստահելի տարբերություն այն նորից էլի կասեմ, անդիմադիրների իրականացած հարցումներից ամենավստահելի 21 թվականին էլ կարող եք բացել նայել, անցած տարվա մայիս-հունիսն էլ կարող եք բացել նայել, պատերազմական իրավիճակներում հարցումները կարող եք բացել նայել, ամենավստահելի կազմակերպություններից մեկն է։ Այս իմաստով ես կոչ կանեմ ուղղակի չվիրավորել այդ մարդկանց։ Գյումրի երկուսի հետ կապված կարծում եմ դա ոչ թե դա այդ բոլորը պիտի դրան դեմ լինեն, որովհետև ոչ թե այն իմաստով որ տեսեք կոալիցիա է ձևավորվում, այլ որովհետև Գյումրիում ինչ տեղի ունեցավ։ Գյումրիում տեղի ունեցավ մարդկանց քվեի գողություն։ Այդ ուժերը չէին հայտարարել, որ իրենք պատրաստվում են Վարդան Ղուկասյանին դարձնել Գյումրու քաղաքապետ։ Ճիշտ է։ Ճիշտ եմ թե ճիշտ չեմ։ Առնվազն մեկը, որ հաստատ որ ես հիշում եմ, Մարտուն Գրիգորյանը ինքը նման բան ոչ միայն չէր հաստատել, այլև հերքել էր դա։ Այն երկուսն էլ ուղղակի չէին ասել։ Արդյունքում ինչ ստացվեց։ Հիմա այդ մյուս 3 ուժերին ընտրողները ընտրել էին, որ Վարդան Ղուկասյանը դառնա Գյումրիի քաղաքապետ, դրա համար էին ընտրել։ Ես չեմ կարծում, որ դրա համար էին ընտրել, եւ ես գիտեմ, որ դրա համար չէին ընտրել, գնացեք Գյումրիում իրենցից հարցրեք։ Հիմա մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք ընկերներ ջան, եթե դուք ուզում եք ձեր այդ բանով, սցենարով այսպես կոչված, դիցուկ Ռոբերտ Քոչարյանին դարձնել վարչապետ, նախ դա հայտարարեք, որովհետեւ այն մյուսները վարչապետի տեխնացու չունեն էլ։ Մեկը որովհետեւ չի կարող լինել տեխնիկապես, մյուսը չի էլ ցանկանում լինել։ Հայտարարեք դա, հայտարարուց հետո էլ արդեն կլինի այլ գնահատական, բայց իրենք դա չեն հայտարարում։ Եվ ասում են Գյումրի 2, դա վիրավորական է, կարծում եմ, մեր ընտրողների համար։ Ասել, որ տեղի կունենա Գյումրի 2, նշանակում է ասել, որ մենք եւս մեկ անգամ պիտի խաբենք Հայաստանի քաղաքացիները։ Այդ նույնն է, բայց դա անհանգստացնող չի, որ պիտի խաբեն։ Մենք ունենք վարչապետի տեխնացու, իսկ իրենք ունեն վարչապետի տեխնացու։ Թող ասեն, մեկ հոգի պիտի լինի վարչապետ։ Չեն կարող 3-ով լինել վարչապետ։ Մեկը պիտի լինի վարչապետ, թող ասեն անունը։ Վերջ։ Դե երեք ըստ էության պարոն Եղոյան, դաշնակցական падգամավորը այդպես էլ հայտարարեց, որ իր դա քիչ է բնականաբար, բայց թող բոլորով ասեն։ Արդեն ըստ էության այդ հայտարարությունները քիչ թե շատ հնչում են, բայց ամփոփելով, հա, այս թեման առհասարակ նախ մեր ներկուսակցական քարոզարշավի եւ ընթացքի վերաբերյալ
Հիմա արդեն ընթանում է երկրորդ փուլը քարոզարշավի, երկրորդ 50-յակի եւ մեզ մոտ ուրեմն քարոզարշավի կանոնները չափազանց խիստ են եւ պարտադիր է դրանց պահպանումը եւ հենց այդ կանոնների խախտման վերաբերյալ էլ վարչությունը կայացնում է որոշումներ, որովհետեւ մեզ մոտ ներքին կարգապահական հարցերը շատ խիստ են դրված։ Սա որպես ձեր հարցի պատասխան։ Իսկ էլի գալով Գյումրի 2-ին նաև ձեր մեկնաբանությունը, որ մենք քննադատում ենք ընդդիմության միավորումը, մենք ընդդիմության միավորումը չենք քննադատում։ Մենք ուղղակի մեր քաղաքացիներին շատ պարզ եւ ուղիղ մեկնաբանում եւ պարզեցնում ենք, թե ինչ է անում ընդդիմությունը եւ ինչ տեխնոլոգիաների եւ ներողություն ֆոկուսների միջոցով է փորձում կրկին գողանալ, քվեն եւ վերավաճառել իրար միջև, խափելով ըստ էության ժողովրդին եւ խեղաթյուրելով ընտրական գործընթացն առհասարակ։ Շնորհակալ եմ։ Մի բան էլ ավելացնեմ, որը մեծապես կկրկնիմ նախորդ ասածը, բայց մի քիչ այլ անկյունից։ Խորհրդարանական երկրում մեկ ընտրությամբ ընտրվում են երկու մարմին, եթե կարելի է այսպես ասել, եւ ազգային ժողով, եւ կառավարություն ներառյալ վարչապետը։ Այսինքն, եթե շատ պարզեցնենք մեր խոսքը, խորհրդարանական ընտրությունները բացի խորհրդարանական ընտրություն լինելուց նաև վարչապետական ընտրություններ են։ Առաջվա նախագահական ընտրությունների նման, երբ ընտրվում էր պետության ղեկավար։ Ուղղակի հիմա պետության ղեկավարը ընտրվում է անուղղակիորեն, ուղիղ քվեով, բայց անուղղակիորեն խորհրդարանական ձայների միջոցով։ Եվ այնպես որ յուրաքանչյուր քաղաքացի իր քվեն որևէ ուժի տալուց առաջ պիտի ինքը իրեն հարց տա. ես այս ուժին ընտրելով ում եմ ընտրում վարչապետ։ Այս թուղթը, որ նետեցի քվեատուփը, ըստ իս ով այս թղթով պիտի դառնա Հայաստանի վարչապետը։ Այս հարցը եթե իրենք տան, կարծում եմ ամեն ինչ տեղը կընկնի։ CVK-ը Շնորհակալություն։ Պարոնակ, գիտեք, որ մամուլում վերջին շրջանում հաճախ գրվում է, որ քաղաքացիական պայմանագիրը նաև ներքին հարցումներ է իրականացնում եւ նույն մամուլի վկայությամբ այդ հարցումները շատ հոռետեսական են ձեր ստանալիք քվեների առումով։ Խնդրում եմ ճշգրտեք, արդյոք նման ներքին հարցումներ իրականացրել եք ՀՊԸ թե ոչ եւ արդյոք այդ հարցման տվյալները համադրելի են միջազգային հանրապետական ինստիտուտի արդեն հրապարակված տվյալների հետ եւ մի ճշգրտում էլ պարոն Հովհաննիսյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման տվյալները ձեզ համար կանխատեսելի էին։ Խնդրում եմ ճշգրտեք, կանխատեսելի ասելով նկատի ունեք, որ տոկոսային նման ցածր պատկեր է ի հայտ վերվել, թե որ հարցվածների տվյալներով, հարցումների տվյալներով ԿՊ-ն առաջին տեղում է լինել։ Լավատեսական են, կանխատեսելի են դրանց լավատեսական լինելու իմաստով, առաջին տեղում լինելու իմաստով եւ նաեւ ընդդիմության ուրեմն հակա ռեյտինգի իմաստով, իսկ ինչ վերաբերվում է մեր ներքին հարցումներին, երեք վարչապետն էլ իր բրիֆինգի ժամանակ սրա մասին խոսեց, այո, մենք ունենք ներքին հարցումներ, որոնք արել ենք մեզ համար, մեր ներքին աշխատանքները կազմակերպելու համար եւ դրանք բավականին լավատեսական են եւ թերևս ամփոփում են այն ամեն ինչ որ քիչ առաջ նաեւ ասաց գործընկերս պարոն Եղոյանը։ Շնորհակալ եմ։ Ավելի լավատեսական տոկոսների առումով, քան RI հարցումներն են։ Ես համեմատականներ չեմ անի, որովհետեւ մեր հարցումները մեր ներքին աշխատանքները կազմակերպելու համար են, բայց միանշանակ դրանք լավատեսական են եւ մենք դեռ արժևում ունենք 3 ամիս եւ քարոզարշավ։ Շնորհակալություն։ վերջին կարճ հարցը հանրային երկրորդ հեռուստաընկերություն։ Հարցը սուղում եմ պարոն Եղոյանին։ Պարոն Եղոյան, դուք քիչ առաջ ասացիք, որ խաղաղությունը արդեն հաստատված է, Հայաստանը խաղաղության կղզյակ է եւ որևէ փոփոխություն, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում այդ իմաստով չի լինելու։ Երեք Ալիև անվտանգության խորհուրդ Ես ասացի, մեզ պետք է ուժեղ քվե։ Ես ձեր ասած մեջբերումը չեմ արել, անկախ նրանից հիմա համաձայն եմ դրա թե չէ, բայց խնդրում եմ ինձ մեջբերել խաղաղության հետ կապված դուք ասացիք, որ արդեն խաղաղությունը հաստատված փաստ է եւ պետք է ձեզ քվե տա, որպեսզի այն դառնա անդառնալի։ Ադրբեջանի նախագահը երեք անվտանգության խորհրդի նիստում բառացի հայտարարել է. հայերի գլուխը ջարդել են երկաթե բռունցքով։ Նման խոսույթ ունեցող պետության առաջնորդի հետ, պետության հետ ինչպես եք պատրաստվում հետագայում խաղաղություն հաստատել։ Շնորհակալություն։ Ուրեմն ես դες մի գաղտնիք պիտի բացահայտեմ։ Խաղաղությունը հաստատվում է խնդիրներ ունեցող կողմերի միջև։ Հաճախ իրար թշնամաբար վերաբերված, պատերազմած, կռված
պետությունների, անձանց, անհատների ընկերները իրար միջև խաղաղություն չեն հաստատում, որտեղ ընկերները այսպես թե այնպես խաղաղ ապրում են իրար հետ։ Բարի դրացիական հարևանները իրար միջև խաղաղություն չեն հաստատում։ Ասենք շատ դժվար է, չէ՞ պատկերացնել, որ ասենք մենք գնում ենք Վրաստանի հետ խաղաղություն հաստատենք, որովհետև այս 3000 տարի խաղաղ է Վրաստանի հետ։ Մենք խնդիր չենք ունեցել Վրաստանի հետ։ Ում հետ խնդիր ունես, նրա հետ ես խաղաղություն հաստատում։ Դուք ասում եք, բայց չէ՞ որ հələ տեսեք այդ խնդիրները հələ իրանց զգացնել են տալիս, հələ զգացնել տալիս են։ Դրա համար էլ ասում եմ, որ պետքա դա դարձնենք անդառնալի։ Նկատի ունեմ խաղաղություն ձգտող Ժամանակը պետությունը սպառվել պետք է նման հռետորաբանությամբ հանդես գա, այն Մենք երկրում գիտենք մենք ինչ ենք ձգտում եւ մենք այնպես ենք անում, որ մենք հասնենք մեր ձգտածին։ Մենք մեր ձգտումները եւ մեր գործողությունները հայելային կորելացիայի մեջ չենք դնում մյուսների պահվածքի հետ։ Մենք մյուսների հայելային արտացոլանքը չենք։ Մենք ունենք մեր օրակարգը, մենք մեր օրակարգն ենք առաջ տանում։ Եթե մենք հայելային արտացոլանքի սկզբունքով առաջնորդվեինք, կրկնեինք այն, ինչ անում են ուրիշները, մենք չէինք լինի այնտեղ, որտեղ որ ենք այսօր եւ նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս ձեր օրակարգը առաջ տանել եւ ոչ թե կրկնել ուրիշների ասածը կամ ձեր գործողությունները 100%-ով կորելացնել ուրիշների ասածների հետ։ Շնորհակալ։ Շնորհակալություն։